Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուդյանի հետ։ Հովսեփ ողջույն, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Ժիրայր, ես եմ շնորհակալ։ Մինչև մեր զրույցը սկսելը խորհուրդ տանք մեզ դիտողներին, որպեսզի անպայման բաժանորդագրվեն նաև Ազատ քաղաքացի YouTube-յան ալիքին, որտեղ շատ հետաքրքիր նախագծեր կարող են դիտել։ Դրա մասին ընթացքում իհարկե դեռ կհասցնենք խոսել։ Սկսենք ներքաղաքական զարգացումներից, մասնավորապես ամենաթոփ թեմաներից մեկը Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են։ Ինչ համատեքստում ես օրինակ դա դիտարկում։ Իրավական օրենքի, չգիտեմ, գործիք, պետական սեփականության պաշտպանություն, թե այսպես ասենք, տնտեսական կարողությունների վերաբաշխում։ Դա ուշացած արդարադատություն է։ Հմ, Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ մեղքեր, զանցանքներ, հանցագործություններ գործած անձ է վաղուց վանից եւ այն որ վաղեմության ժամկետ գոյություն ունի, դա պետք է համանալությամբ փոխվի, որպեսզի նաեւ բաներ կա քննվի, որ արվել է դեռ դարի սկզբից, 2000-ականների սկզբից։ Ես ինքս մի քանի իր հանցագործություններ մատնանշել եմ հրապարակային, իմ համար ամենացուցիչը, իր արածների այն հայտնի դրամաշնորհն է, որ ստացավ ինքը պետությունից սուբսիդիայի տեսքով իր ցեմենտի գործարանին 6 միլիոն դոլար, որը ոչ թե բանակին գնաց, ոչ թե թոշակառուներին գնաց, այլ գնաց Գագիկ Ծառուկյանի գրպան, ինչի իբր ուրեմն բաներ, կարիք ուներ ցեմենտի գործարանը, չնայած շահույթով աշխատում էր, դա 2007 թվի մասն է խոսքը, երբ որ ինքը առաջի անգամ ընտրվեց ֆրակցիայով ազգային ժողով եւ այսպես պրիզ ստացավ հմ, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից, նախագահությունից եւ այն ժամանակվա ձևավորած ազգային ժողովից մեր գրպանի հաշվին, մեր քաղաքացիների հաշվին, մեր բանակի հաշվին, հա։ Ну բնականաբար իր ծախսած գումարներն է, միլիոններն է կրկնապատկի հետ բերեց, որտեվ իր համար անընդունելի է իհարկե նույնիսկ քաղաքական պրոյեկտների վրա ինչ որ ավելնորդ ծախս անել, եթե դրանից անմիջապես շահույթ չի ստանալու, թե հետո ինչքան տարբեր օրենսդրական նախաձեռնությունների միջոցով, լոբինգի միջոցով, ինչքան ինքը շահույթներ ստացավ հավելյալ անհավասար մրցակցային պայմաններ ապահովելով իր եւ իր բիզնեսների համար, այդ արդեն մենք գիտենք, ինքը դա կար ժամանակում ասենք ամենահարուստ մարդը դարձավ, այն էլ պարզավ հասկանում ենք, որ այդ ամենահարուստ մարդու ունեցվածքի մի զգալի մասն էլ Ռոբերտ Քոչարյանն է պատկանում եւ մինչեւ հիմա ի դեպ պատկանում է։ Ռոբերտ Քոչյանը պնդում էր, որ Հայաստանի հնարավոր ԵԱՏՄ-ի հետ վատ հարաբերությունների կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում մենք այդքան փող չունենք եւ տնտեսությունը ամբողջությամբ փլուզվելու է։ Գագիկ Ծառուկյանը գուժում է, որ մենք բոլորս սնանկանալու ենք դրա բոլոր հետևանքներով։ Սամվել Կարապետյանը ասում էր, որ տնտեսական պատերազմ է լինելու եւ հիմա Ռուսաստանը բազմաթիվ սահմանափակումներ, սանկցիաներ, եթե կարելի է այդպես ասել, կիրառել է Հայաստանի տարբեր ապրանքների նկատմամբ։ Այ հիմա տեղի ունենում այն, ինչ այս մարդիկ ասում էին։ Ոչ, որովհետև այդ բազմաթիվ սահմանափակումները գումարային եւ բաժնի տեսակետից, հա, ինչ բաժին են կազմում եղած առևտրի մեջ, փոքր մաս են, հա, հայ-ռուսական առևտրի, ինչի ցույց է տալիս, որ դրանք ավելի շատ ցուցադրական են եւ հայ ժողովրդին էլի այսպես սարսափեցնելու եւ այս խոսակցությունները, որ կփլուզվի ձեր տնտեսությունը եւ այլն, ուղղակի հիմք տալու այդ խոսակցություններին։ Նպատակը դա է, այլ ոչ թե ինքնավնասում իրականացնել, որտեղ Ռուսաստանի համար Հայաստանի հետ առևտուրն էլ փակելը ինքնավնասում է։ Գիտեք, ինքը հիմա արդեն այդ ռեսուրսը չունի, որ աճ ու ձախ բոլորի հանդեպ կիրառվի այդ տնտեսական սահմանափակումները։ Ինքը Ուկրաինայի հետ ուներ 50 միլիարդ դոլարի առևտուր մինչև պատերազմը։ Ես նկատի ունեմ մինչև 13 թվականի պատերազմը։ Դա կրճատվել էր էապես, բայց մեկը դեռ շարունակվում էր եւ 22 թվականից հետո ընդհանրապես փակվեց։ Դա հսկայական հարված էր Ռուսաստանի տնտեսությանը։ Հասկանում եք, ցանկացած երկիր առանց առևտրի հարևանների հետ առևտուր անելու չի կարող, գոյատևել նույնիսկ չի կարող։ Դա որտեվ ոչ մի երկիր ինքնաբավ չի, ինքը չի կարող արտադրել ամեն ինչ, ինչ որ իրեն պետք է եւ հակառակը։ Ինքը շատ դեպքերում արտադրում է այնպիսի բաներ, որ ավելի շատ է արտադրում, քան իրեն պետք է, եւ դա պետք է մնա փչանա, եթե ինքը չվաճառի։ Առևտուրը շատ կարեւոր է համաշխարհային տնտեսության մեջ, առանցքային դեր ունի եւ պետությունների զարգացման համար առանցքային դեր ունի։ Եվ Ռուսաստան նույնիսկ Հայաստանի պես փոքր երկրի հետ ունի բավականին մեծ առևտուր եւ ինքը չի կարող այդպես հեշտ ուրեմն փակել այդ առևտուրը,
Մանավանդ որ ինքը հասկանում է, որ Հայաստանի վրա դա մեծ ազդեցություն չի թողնելու, որտեղ Հայաստանը հիմա արդեն կարողանում է այլ երկրների հետ այդ նույն առևտուր անել։ Ճիշտ է, դանդաղ, այդ վերա ուղղորդումը առևտրային հոսքերի եւ այլն միանգամից տեղի չի ունենում, բայց դռները բացել են մեր առջև եւ այդ դռները մենք շատ հաջող օգտագործելու ենք բոլոր ապրանքատեսակների։ Եվ նույնիսկ այն, որ ստացվում է այդ առևտուրը, տեսեք ինչ դժգոհություն է առաջացնում, ջղաձգություն ես կասեի, ռուսական 5-րդ շարասյան այդ դավաճանական խմբակների մոտ, որոնք որ սկսում են սուտ լուրեր տարածել, թե օ, տեսակ, մեր ծիրանը փչացավ Իսպանիայում, հետո պարզում ենք ոչ մի Իսպանիա, ոչ մի ծիրան չի գնացել։ Օй, տեսակ, ձկները հենա թույլ են տվել ձկնա արտադրանքը վաճառել Եվրոպայում, բայց միջև օրս ոչ մի կիլոգրամ ձուկ չի գնացել։ Չեն ասում 5 օր առաջ է ընդամենը թույլատվությունը տրվել, այսինքն տեխնիկապես նույնիսկ այդ լրիվ փաստաթղթային բանը 5 օրում չի արվում։ Բայց իրանց այդ ջղաձգությունը, իրանց չարախնդությունը, էլի տեսեք, որ մենք ասում ենք, մենք ճիշտ ենք, տապալվելու է Հայաստանը կործանվելու է, եթե մերպես դավաճանները չգան իշխանության։ Մերպես ուրեմն ռուսների ճորտիկները չգան իշխանության։ Այդ է իրանց ասածը։ Բայց շուտ կամ մի հատ ինչ որ լոլիկի շուրջ 15 րոպեանոց ակցիա է լինում սահմանին բանը սադարակի այդ ուղությամբ, հա, երասխի մոտ ճանապարհ են փակում ֆերմերները, հետո բացում են եւ լուրեր են տարածում, օ, տեսեք, հեսա այդ հողերը հանձնելու են, դրա համար արդեն փակել են դեպի Սյունիք ճանապարհը։ Պատկերացնում եք, այդ դավաճանությունը ինչ ձև է լինում, էլի, սրիկայությունը ինչ ձև է լինում։ Ագենտուրան ձեզ օրինակ, այդ բոլորին բանտերն է պետք լցնել, դրանք լրագրող չեն։ Դրանք սուտ ՖՍԲ-ի ագենտներ են, գործակալներ, որոնց նպատակը այստեղ ցնցումներ ուրեմն իրականացնելն է եւ հայ ժողովրդի հոգեբանորեն հայ ժողովրդի վրա տերոր իրականացնել տեղեկատվական։ Հոսեփ, նախընտրական շրջանում թե Գագիկ Ծառուկյանին, թե մնացածին մեղադրանքները հնչում էին գործակալներ, լրտեսներ, բելարուսամետ օլիգարխ, կալուգացի օլիգարխ ու նման բաներ, հա, բայց նրանց նկատմամբ այդպիսի հոդվածներ ինչ-որ քրեական գործեր չկան հարուցած, այսինքն տենց քրեական մեղադրանքներ չկան այս մարդկանց ուղղված։ Կարող ենք ասել, որ Հայաստանը նաև այս մարդկանց դեմ այլ գործընթացներով, որ այսպես ասենք, հա, պատասխանում է նաև Ռուսաստանին։ Միանշանակ, ցավոք սրտի, Հայաստանը չունի առայժմ այդ ուժը, այդ հնարավորությունը, որ Ռուսաստանի մարտահրավեր նետի, ասի ես հենց քո գործակալներին այստեղ բանտարկում եմ քո գործակալ լինելու համար։ Չկա, այդ ուժը հələ չկա։ Մենք հələ պաշտոնապես գտնվում ենք 1001 դաշնակցային պայմանագրերում, համաձայնագրերում եւ այլն եւ այլն։ Մենք դեռ մեծ կախվածություն ունենք Ռուսաստանից եւ ոչ միայն առևտրային, հա։ Եվ այդ կախվածություններից ազատվելու զուգընթաց ավելի համարձակ կլինի նաև իշխանությունը, վստահ եմ, այդ կարգի գործակալներից մեր երկիրը մաքրելու հարցում։ Ինչ նշանակում, Սամվել Կարապետյանը տեսել եք, որ հերքի, որ իր անձնագրում գրված է, որ կամ այդ գրված է եղել այդ ՖՍԲ-ի բանը, հատուկ ինչ որ ստորաբաժանման ներկայացուցիչ լինելու հանգամանք։ Չէ, հասկանում եք, այսինքն, բայց այդ թեմայով Հայաստանի իշխանությունները եթե գործ բացեն, հասկանում եք, չէ՞, դա ուղիղ ապտակա Պուտինին։ Հիմա ավելի նվեղմ են փորձում անեն, որպեսզի նաև հարաբերությունները ավելի չփչացնեն, որտեղ հասկանալի է, որ այո, մենք կարող ենք հաղթահարել ռուսական ցանկացած սանկցիա, բայց դա որոշակի գին է արժանալու, որը իշխանությունները համարում են, որ ցանկալի չի հիմա վճարենք, եթե կարելի է խուսափել այդ գինը վճարելուց, ավելի մեղմ սահուն անցում անենք։ Եվ դրա համար այլ գործերով, այլ մեղադրանքներով, իսկ այդպիսի մեղքեր իրենք շատ են գործել, բացի նրանց այդ գործակալական այդ կապերից, իրենք նաև այլ մեղքեր ունեն, տնտեսական հանցագործություններ, մեկը հեծերի մասով, մեկը իր ունեցվածքի ժամանակին հարկերը չմուծելու, հիմա հարկերը չմուծելու մասով, ապօրինի շինություններ կառուցելու մասով, ոնց որ բան մուլտի վելնեսը, հա, այդ սպորտային համալիրը կառուցվել էր ապօրինի հիմքերով եւ լավ է որ գոնե չքանդեցին, իդեպ ես էլ կոչ արեցի որ պետք չի քանդել, ուղղակի փոխանցեք հանրությանն է եւ այդպես էլ արեցին։ Հիմա քաղաքապետարանի ենթակայության տակ է, հեսա շարունակի գործել եւ շատ լավ է։ Այնպես որ պարզ է որ քաղաքականությունը դեռ ազդում է մեր դատաիրավական համակարգի վրա։ Պարզ է որ մյուս կողմից մեր դատաիրավական համակարգն էլ այդքան անկախ չի եւ շատ դեպքերում նույնիսկ ցանկության դեպքում կարող է հնարավոր չլինի որոշ բաներ, որոշ գործեր առաջ տանել։
կախված է նրանից, թե ինչ դատավորի մոտ կընկնի, որտեղ դատավորների մի զգալի մասը կամ նախկիններին է շարունակում ծառայել, կամ էլի նույն օտարերկրյա գործակալական ցանցի մաս են։ Այնպես որ ես կարծում եմ կամաց-կամաց այդ հարցերը կլուծվեն եւ հիմա էական չի թե որ հոդվածով կգնան կնստեն, բայց որ հանցագործները պետք է նստեն, այդ փաստ է։ Եվ վերջապես այդ գործընթացը տեղից շարժվում է։ 8 տարի անդադ ասելուց հետո ճիշտ է, այդ ընթացքում ես չի որ ոչինչ չի արվել, ինստիտուցիոնալ հիմքեր են ստեղծվել, շատերին հետապնդումը իրականացվել է քրեական, շատերը փախուստի են դիմել երկրից, նաև էլի նույն ռուսական սպասարկուների ուրեմն հնարավորությունները օգտագործելով, որոնք այն ժամանակ գլխավոր դատախազ ունեին Հայաստանում, ԱԱՑ-ի պետ ունեին Հայաստանում, հա։ Այդ դրանց օգտագործելով հիմա բարեբախտաբար այդ մարդկանց հանել են պաշտոններից եւ այդ ազդեցությունը նվազել է եւ ավելի քիչ հնարավորություն կա փախցնել իրենց մարդկանց այստեղից ռուսների համար, ինչը ցույց տվել Եռագլուխ այդ հրեշի կարկառուն ներկայացուցիչները առաջի դեմքերը փորձեցին փախուստի դիմել եւ թույլ չտրվեց իրանց, հա։ Եթե մի քանի տարի առաջ լիներ եւ գլխավոր դատախազը Դավթյանն ելներ, ԱԱՑ պետը Վանեցյանն ելներ, մենք գիտենք ինչ կլներ, չէ՞։ Ինչքան ուզում է Նիկոլ Փաշինյանը իրան ճղեր, որ պետք է այդ մարդկանց բռներ։ Մեկը բաց են թողելու, թող փախցնելու են։ Հայաստանը ինչ որ քայլեր է իրականացնում, այդ թվում եւ տնտեսական, քաղաքական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ։ Հիմա մենք կարող ենք խոսել դրա տեմպերի մասին եւ այլն, բայց փաստի մասին, հա, արձանագրենք փաստը եւ միաժամանակ շարունակում է լինել Ռուսաստանի գլխավորած տարբեր ռազմաքաղաքական, տնտեսաքաղաքական բլոկներում, Սամվել Կարապետյանի ասած բառով, ինչը կարող է տրիգեր լինել, որպեսզի Հայաստանը հրաժեշտ տա այդ բլոկներին, ընդհանուր ռազմաբազային, օրինակ տարբեր մարդիկ տարբեր պնդումներ են անում այն իմաստով, որ այդպիսի շարժառիթ կարող է լինել օրինակ գազի գինը։ Գազի գինը մնացել է միակ եւ վերջին լծակը Ռուսաստանի ձեռքում Հայաստանի դեմ։ Մնացած բոլոր սահմանափակումները իրեն են հարվածում հավասարապես։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին եւ բազային։ Գիտեք, դեռ պետք է հաշվել, թե ԵԱՏՄ-ին մնալն է մեր ձեռ տալիս, թե դուրս գալը։ Մենք այսօր մաքսային բացասական սալտո ունենք, այսինքն մաքսերը հավաքագրվում են Հայաստանում, տրվում են ընդհանուր կաթսա, բայց դրանց մեծ մասը չի վերադառնում Հայաստան։ Մնում է այնտեղ, Ռուսաստանն է մնում, այն մնացածի միջև է բաշխվում։ Ինչ է թե անհեթեթ քվոտայով է Հայաստանին 1.15 թե 1.25% այդ ամբողջ ուրեմն մաքսային մուտքերից, իսկ մենք 3%-ի կարգով տալիս ենք այդ ընդհանուր կաթսային։ Այսինքն դրանից կեսից էլ փոքր մասն է հետ վերադառնում Հայաստան։ Իսկ դա 100 միլիոնավոր դոլարների մասն է խոսքը։ Այդ 100 միլիոնավոր դոլարները եթե մենք ստանայինք ինքնուրույն, այդ փողը եթե մնար Հայաստանում, նույնիսկ եթե գազը կրկնակի էլ թանկացներ, այդ փողով կսուբսիդավորվեր, որպեսզի պատկերացնեք, թե մենք ինչ ենք ստանում, ինչ ենք տալիս։ Այնպես որ մի հատ լավ հաշվարկի դեպքում կարող է պարզվի, որ ԵԱՏՄ-ի մնալը հենց մեզ վնաս է։ Պատահական չի, որ Վրաստանը մեզանից ավելի արագ տեմպով է այսօր զարգանում, լինելով ԵԱՏՄ-ից դուրս, բայց հրաշալի առևտուր անելով Ռուսաստանի հետ։ Չունենալով իդեպ դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ, ունենալով ռուսատիաց ամենառուսատիաց բնակչություններից մեկը հետխորհրդային տարածքում, վրացիների մեջ այդպիսի ռուսատիացություն ոնց որ այնտեղ կա եւ հիմնավոր որևէ այլ երկրում չկա։ Հիմնավորը որտեղ ամեն դեպքում Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի մի մասը։ Հիմա եթե հնարավոր է նման պայմաններում Ռուսաստանի հետ ավելի շահավետ առևտուր անել չլինելով ԵԱՏՄ-ի մաս, ավելի լինելով Եվրամիության անդամության թեկնածու, Եվրամիության հետ ասոցիացման պայմանագիր ստորագրած եւ DCFTA, այսինքն խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու, այսինքն մաքսային գոտու մեջ լինելով Եվրամիության հետ։ Եվ այդքանից հետո ավելի լավ առևտուր անել Ռուսաստանի հետ եւ ավելի մեծ շահույթներ ստանալ, նշանակում է ձեռը տալիս, չէ՞ ԵԱՏՄ-ի մեջ չլինելը։ Կներեք, իսկ մենք որ ԵԱՏՄ-ի մեջ ենք, ինչ ենք ստանում դրանից։ Ուզբեկստանը ԵԱՏՄ-ի մեջ չի, ուզբեկական ծիրանը այսօր մրցակցում է հայկական ծիրանի հետ Ռուսաստանում եւ դուրս է մղում հայկական ծիրանին, առնվազն հայկական ծիրանից պատրաստած ուրեմն մթերքներ, այսինքն վերամշակված, որը ավելի կարևոր է, ավելի մեծ ավելացած արժեք ստեղծված պահածոներ նկատի ունեմ նախ եւ առաջ։ Այսօր հայկական պահածոներ ծիրանից պատրաստված գրեթե հնարավոր չի վաճառել Ռուսաստանում, որտեղ Ուզբեկստանն էլ է նույնը արտադրում ու ներմուծում Ռուսաստան, նույն մաքսերն է տալիս ինչ որ Հայաստանը, չլինել ԵԱՏՄ անդամ։ Ուղղակի ԱՊՀ անդամ լինելով եւ ԵԱՏՄ-ից համապատասխան որոշ ուրեմն բաներ ստանալով, զեղչեր ստանալով եւ առավելություններ, արտոնություններ ստանալով։ Ում է պետք մեզ այդ ԵԱՏՄ մնալը։ Ասենք թե թողում են, հա, հիմա մնացել ենք հում ծիրանի հույսին, որ գոնե սովորական ծիրանը վաճառվի
գնա, որտեվ ինքը հեռավորության տեսակետից ավելի մոտիկ է, ավելի հեշտ է հասցնել, քան Ուզբեկստանից, չնայած այնտեղից գնացքներով է գնում, բայց նույնիսկ ֆուրերով այստեղից ավելի շուտ է հասնում։ Եվ մենք մնացել ենք միայն դատարկ հումքի, այսինքն ամենաէժան տարբերակի արտահանման հույսին, այդ ամենաէժանը Եվրոպա կարտահանենք, կրկնակի ավելի թանկ կվաճառենք։ Ընդհանրապես լոգիստիկ շղթաներն է պետք կազմակերպել, որ դա արագ լինի եւ լոգիստիկ ծախսերը ուրեմն հանենք։ Նոր նախագծի մասին հայ-ադրբեջանական երկխոսության կխնդրեմ մանրամասներ ներկայացնել, ում հետ է այդ նախագիծը իրականացվում, ինչու կա անհրաժեշտություն, չէ՞ որ կա նաև քաղաքացիական հասարակությունների միջև այդ երկխոսության պլատֆորմը, ընդլայնված կազմով, որոնք եւ Ադրբեջանում եւ Հայաստանում մի քանի անգամ հանդիպել են, տարբեր հարցեր քննարկել, ինչու է առաջացել անհրաժեշտություն ստեղծել եւս մեկ այդպիսի հարթակ։ Իրականում մենք ողջունել ենք այդ կամուրջ ծրագիրը, խաղաղության կամուրջը, որ արդեն գոյություն ունի, անկախ նրանից, որ այնտեղ ադրբեջանական կողմից ներգրաված է ոչ թե քաղաքասրակությունը, այլ ավելի շատ այսպես գոնգոներ են, կոչվում, այսինքն կառավարամերձ հասարակական կազմակերպություն է, որ ուղիղ կապ ունեն Ալիևի ադմինիստրացիայի հետ։ Մենք դրանում էլ խնդիր չենք տեսնում, որտեղ հասկանալի է, որ իրենք են այնտեղ ազդեցիկ, իրենք են կարողանում հասարակական կարծիք ձևավորել եւ ճիշտ է իրենց հետ աշխատելը եւ երկխոսելը։ Մենք այդտեղ որևէ խնդիր չենք տեսնում, բայց մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է նաև զուգահեռաբար շփվել նաև այն մարդկանց հետ, որոնք ներկայացնում են իրական քաղաքասրակությունը, Ադրբեջանում եւ այն հատվածը, որը որ կարող է ավելի անկեղծ իր կարծիքը հայտնել, որովհետև հասկանալի է, որ կառավարամերձ շրջանակները կարող են հայտնել միայն այնպիսի կարծիք, որ իրենց թույլատրվում է եւ նման պայմաններում անկեղծ քննարկում ստեղծագործ քննարկում, որտեղ խնդիրների լուծում փորձ կարվի գտնել, իսկ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք ադրբեջանցիների հետ լուծելու, գոնե մենտալ մակարդակում, գոնե հասկանալու ճիշտն ու սխալը են, որ ասում է, մի քիչ մերձեցնելու դիրքորոշումները, մեր ծայրահեղ մոտեցումները մի քիչ փափկեցնելու, իրենց ծայրահեղ մոտեցումները մեղմացնելու, եւ ես կարծում եմ, որ դա եւս արդյունավետ է լինելու։ Էլի առանց նսեմացնելու մյուս ուրեմն տրեքի, մյուս ուղղության աշխատանքը մենք էլ մերը պետք է փորձենք անենք։ Մանավանդ որ սա ոչ թե պետական աջակցությամբ է, ի տարբերություն այդ խաղաղության կամուրջի, որը երկու պետություններն են ֆինանսավորում, Ադրբեջանն ու Հայաստանը, ըստ էության դա պետական ծրագիր է եւ պետական քաղաքականությունն է փոխանցում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի եւ շատ լավ է որ այդպիսի հարթակ կա։ Մենք պետական քաղաքականության հետ կապ չունենք եւ ես արդեն կռահում եմ, որ եւ տեսանելի են որոշ այսպես ազդակներ, որ իշխանությունները այդքան էլ գոհ չեն, որ մենք այսպիսի ծրագիր ենք իրականացնում, որովհետև մտածում են, որ դա կարող է ինչ-որ ջղաձգություն առաջացնել, դժգոհություն առաջացնել, Ադրբեջանի որոշ շրջանակների մոտ։ Դե ինչ ասեմ, հիմա մենք կապ չունենք իշխանությունների հետ եւ ազատ ենք իրականացնել մեր ծրագրերը, մեր շփումը, այս ծրագիրը ֆինանսավորում է Գերմանիայի արտգործնախարարությունը։ Մենք կապ հաստատել ենք Ադրբեջանի քաղաքացիական այն ներկայացուցիչների հետ, որոնք որ այսօր ուրեմն արտասահմանում են բնակվում, այսինքն վտարանդի են, իրենք ըստ էության լքել են հայրենիքը սպառնալիքի ներքո, կամ իրենց պետք է բանտարկեին այնտեղ, կամ հետապնդեին եւ իրենք ստիպված են եղել ուրեմն լքել հայրենիքը եւ ապրում են արտասահմանում հիմնականում Եվրոպայում։ Հիմա մենք այդ մարդկանց հետ փորձում ենք ձևավորել այն տեսլականը, ապագայի տեսլականը մեր փոխհարաբերությունների հայ-ադրբեջանական, որը վաղը միսօր, եթե նաև դեմոկրատական ռեֆորմներ իրականացվեն Ադրբեջանում, ավելի ժողովրդավար երկիր դառնա, մարդու իրավունքների հիմքով, ինչպիսի այսպես տեսլական կարող ենք մենք հիմիկվանից ձևավորել, ինչպիսի տարածաշրջանում ենք ապրելու մենք այն ժամանակ, երբ որ երեք երկրներն էլ կլինեն ժողովրդավարական, ավելին կլինեն Եվրամիության մաս, որտեղ մեր գործընկերների հետ մենք շփվում ենք on-line, իրենք էլ են կողմնակից, որ Ադրբեջան դառնա Եվրամիության մաս, եւ դա շատ կարեւոր է։ Մենք Եվրամիության մեջ լինելով կարող ենք նաեւ բազմաթիվ հարցեր լուծել, այդ թվում մարդու իրավունքների հետ կապված, փախստականների իրադարձի հետ կապված եւ շատ այլ հարցեր։ Հիմա այդ ծրագիրը մենք իրականացնում ենք, արդեն 2 հաղորդում հրապարակվել է, որովհետեւ պատկերացնեն մեր հեռուստադիտողները, դա առցանց քննարկումներ են, որոնք վարում ենք Հայաստանի կողմից ես, առաջի անգամ հանդես գալով փաստորեն որպես այսպես ծրագիր վարող, ոչ թե լրագրող, ենթադրում եմ ավելի շատ այսպես վարող, հաղորդավար, եւ ադրբեջանական կողմից Էմին Հուսեյնովը, բայց իրենց մոտից կփոխվի նաեւ բարբերաբար Թեմինա
Տագիևան կլինի եւ Ռաուֆ Մերկադիրովը, որոնք որ եւս այսպես հերթով կվարեն, բավականին լավ է ստացվել, մենք արդեն ունենք մի քանի ձայնագրված հաղորդում, հերթով կգնա, հետո օգոստոսին մի փոքր դադար կտանք մի ամսյա, սեպտեմբերին կշարունակվի, ինքը երկար ծրագիր չի առայժմ, պիլոտային է, տեսնենք ոնց կստացվի եւ ըստ դրա հետո կտեսնենք, կշարունակենք թե չէ, բայց կարծես թե արձագանքները բավական լավն են, հենց առաջի հաղորդումը ինքը իդեպ հեռարձակում է ինքը 3 ալիքներով, այսինքն մեր հասարակական կազմակերպության ալիքով, որը YouTube-ում, եթե ազատ քաղաքացի գրեք, հեշտ բերում է, ուրեմն եւ Մարդու իրավունքների ինստիտուտ կա, որ ադրբեջանցիներն են մեր գործընկերներ հիմնադրել Եվրոպայում, իրենց ալիքով է դա հեռարձակվում եւ մեր գերմանական գործընկերոջ ալիքով, որը որ մեր հիմնական գործընկերն է եւ ինքն է ըստ էության պաշտոնապես դիմել արտգործնախարարությանը Գերմանիայի ֆինանսավորման համար, որը կոչվում է Dialogue for Understanding, D4U։ Այդ կազմակերպության ալիքով այս 3 ալիքներով գնում է եւ առաջին արդեն մոտ 20,000 դիտում է հավաքել, հենց առաջի հաղորդումը Դավիթ Ստեփանյանն են հրավիրել։ Ես ու Էմին Հուսեյնովը հարցազրույց արեցինք իր հետ, փաստորեն քննարկում արեցինք եւ երկրորդը Ռաուֆ Միրկադիրովն է, արդեն հրապարակվել է 3։ Այսպես կլեն Ստյոպա Սաֆարյանը, Լեյլա Ալիևան եւ այլն, այսպես Լուսնե Հակոբյանը, այնտեղից Սաբուխին, մի խոսքով մի քանի այդպես հետարքիր փորձագետներ, վերլուծաբաններ հրավիրել ենք, կարծում եմ, որ կամաց կմերձեցնենք մեր դիրքորոշումները եւ հասարակության մեջ նաեւ այն թյուրընկալումները, կարծրատիպերը, թե Հայաստանի հասարակության եւ թե Ադրբեջանի կհաղթարվեն։ Իդեպ մի կարևոր բան էլ կա այստեղ, Ադրբեջանում այսպես հարցեր են հիմա հնչում կոմենտներում, թե ինչ կապ ունեն այդ ադրբեջանցիները, որոնք Ադրբեջանում չեն ապրում, Ադրբեջանի հետ, իրենք մեզ չեն ներկայացնում եւ այլն։ Ինձ թվում է հենց հայտնի շրջանակներից ուղղորդված գրառումներ են Ադրբեջանի շրջանակներից, որովհետև այնտեղ էլ բավականին մեծ լսարան ունի այդ ուրեմն Մարդու իրավունքների ինստիտուտի վեբկայքը եւ Ադրբեջանում իրենց լսում են, տասնյակ հազարավոր դիտումներ ունեն տարբերաբար տարբեր ուրեմն իրենց հաղորդումները եւ այնպես չի, որ Ադրբեջանում բոլորը այսպես միակերպ են մտածում, մի անձի շուրջ է ամեն ինչ կենտրոնացված, այդպես չի։ Հովսեփ, իսկ այդ զրույցը կամ երկխոսությունը որքանով է բաց, նկատի ունեմ կան թեմաներ, որոնք շրջանցում եք, այսինքն մենք տեսնում ենք կա պետական քաղաքականություն, որտեղ կան թեմաներ, որոնք փակել ենք, որոնց մասին չենք խոսում եւ այլն։ Իսկ այս բարակայում զուտ տենց հատուկ ինչ որ որոշում, ինչ որ թեմաների շուրջ խոսալ չկա, բայց մենք հասկանում ենք, որ կան թեմաներ, որոնք հիմա անիմաստ է ուղղակի քննարկել, հատկապես այդ պատմական թեմաները։ Եվ նույնիսկ եթե փորձ է արվում որևէ փորձագետի կողմից մտնել այդ դաշտ, այսպես փորձում ենք շատ տոն չտալ դրան շարունակել, որտեղ դա կոնտրպրոդուկտիվ է, հա, որ կարող է ինչ որ մի պահ ինչ որ որոշենք հենց դնենք ու քննարկենք պատմական հարցեր, հա, ոնց սկսվեց, ումից սկսվեց, ով էր մեղավոր, ումն է տարածքը պատմականորեն եւ այլն, այդ կարգի հարցերը, որը որ ավելի շատ նյարդ է առաջացնում, քան լուծումներ, դրա համար այս պահին իմաստ չենք տեսնում։ Եթե ինչ որ մի պահ էլ քննարկենք էլ, կարող է փակ շրջանակով ավելի փորձենք դա անել։ Ժամանակին կար այսպիսի գաղափար, չէ, Truth Commission, այսինքն ճշմարտության հանձնաժողով ձևավորել, երկու կողմից մասնագետներ բերել, որոնք փաստերի հիման վրա փորձեն հասկանալ, վերջը ճշմարտությունը որն է, լավ, դուք մի բան եք ասում, մենք մի բան ենք ասում, բայց կա ինչ որ դրա այդ երկու ասածների մեջտեղում ինչ որ մի ճշմարտություն։ Կամ ասենք մեջտեղում չի, մի քիչ դեպի մեր կողմ է կամ մի քիչ դեպի իրենց կողմ է ճշմարտությունը, բայց փաստերով հիմնավորելով, ապացուցելով գայենք հասնենք ինչ որ մի տեղ, որի հիման վրա կընդունենք, ասենք, լավ, սա է ճշմարտությունը, երկու կողմս է ընդունում ենք, դասագրքերում երկու կողմում էլ դա ենք դասավանդում երեխեքին, այլ ոչ թե ատելություն, հատկապես մենք գիտենք հիմա Ադրբեջանում դեռ շարունակում է այդ հայատյաց որոշ դաստիարակչական աշխատանքը, հիմա նվազել է բարեբախտաբար եւ հույս ունեն գնալով կնվազի, բայց դեռ կա։ Ի տարբերություն Հայաստանի, որտեղ չկա բնականաբար, դա պաշտոնական մակարդակով գոնե, բնականաբար կան ինչ-որ շրջանակներ, որոնք դա կարող են տարածել, փորձեն շարունակել, բայց պաշտոնական մակարդակով չկա։ Այնպես որ եթե դրան հասնի էլ, դա կանենք շատ զգուշ, նույն որ խաղաղության գործընթացին չվնասենք։ Հիմա պետք է առաջ նայել,
թե մեր համագործակցությունը ինչ կտա երկու ժողովուրդներին։ Մեր ուրեմն իրար ճանաչելու գործընթացը ինչպես կօգնի մեզ, որ հաղթահարենք այդ ատելությունը։ Մեր համագործակցությունը ինչպես կօգնի մեր անվտանգությունը ապահովելու երկուստեք, ինչպես կօգնի, որ մենք Եվրոպայի մաս դառնանք, իսկ դա հազար ու մի ուրիշ հարցեր է ինքնաբերաբար լուծելու եւ այլն։ Այդ ուղղությամբ մտածելն ու քննարկելն է, ես կարծում եմ, ավելի օգտակար։ Հիմա տեսեք, դուք ասում եք կա տրեք, չէ, այդ մյուս տրեկը, որ արդեն գործում է, բայց իրենց քննարկումներում այդպես առանձնապես Եվրոմիության անդամակցության հարց, այն էլ Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի անդամակցության հարց երբեք չեմ լսել, որ քննարկվի։ Իսկ ես փորձում եմ հետևել բոլոր իրենց հաղորդումներին։ Իսկ մենք դա մեր համար առանցքային թեմաներից մեկն է լինելու, որտեղ մենք պատկերացնում ենք, որ մեր խնդիրները երկուստեք, հա, հայ-ադրբեջանական այդ կնճռոտ հարցերը հնարավոր լուծել հատկապես միասնական եվրոպական դաշտում հայտնվելով աշխարհաքաղաքական, քաղաքակրթական, տնտեսական, սոցիալական այդ դաշտերում, եվրոպական, Եվրոմիության դաշտերում հայտնվելով։ Դեռ ռուսական այդ դաշտերում լինելը գոնե սովետական միության փլուզումից հետո ոչ մի լավ բան չբերեց։ Իսկ սովետական միության ընթացքում, չէ, թեև ինտերնացիոնալիզմ էր քարոզվում եւ այլն, շատեր ասում են դե լավ էլ ապրում ենք, էլի այդքան էլ լավ չէիք ապրում, եթե լավ ապրեիք, այդ չէր պայթի հենց սովետական միության փլուզումից հետո։ Եթե լավ ապրեիք, Նախիջևանահայության ճակատագիրը մենք գիտենք սովետական միության ընթացքում է եղել։ Այնպես չի որ, հա, լավ ապրում էին, ասենք նրանք, ովքեր որ ուղված չէր թիրախային ինչ որ քաղաքականություն իր տարածքներից դուրս մղելու, հա։ Այնպես որ ես կարծում եմ, որ այս մեր նախագիծը բավականին օգտակար կլինի այդ առումով։ Երբ Իսրայելի կառավարությունը նախաձեռնեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց, այդպես բուրըն արձագանքներ կային հասարակական շրջանակներում եւ այլն, եւ այնուհետեւ դե տեսանք ինչ տեղի ունեցավ, այդ այսպես ասենք որոշումը չեղարկվեց, քնեցվեց, դե պարզ էր էլի ինչ էր լինելու այնուամենայնիվ, որով նաև ժամանակաշրջանը ընտրված, քեզ սկսեցին նաև մեղադրել հակասեմականության, Հայաստանում հրեական համայնքի ղեկավարին թիրախավորելու մեջ ու նման բաներ, հա, ինչից սկսվեց, ինչ տեղի ունեցավ, ինչու դու ինչպես ես հակասեմականություն քարոզել։ Ուրեմն նախ ես նույնիսկ տեղյակ չեմ եղել, որ Նետանյահուն բլոկ է դրել, արգելք է դրել ցեղասպանության ճանաչման հարցին Կնեսետում։ Բայց ես կռահում էի եւ ոչ միայն ես, նաեւ իսրայելցի փորձագետներն էին ասում, որ զրո հավանականություն կա, որ այս Կնեսետը կքննարկի այդ հարցը ընդհանրապես։ Եվ այդպես էլ եղավ։ Այնպես է որևէ սպասում չունենք էլ դրանից եւ որևէ առավել եւս ինչ որ վրեժ լուծել, ոնց որ հիմա ինձ մեղադրում են, որ այ որ նրանք ցեղասպանություն չճանաչեց, Կնեսետը դու էլ վրեժ ես լուծել, թիրախավորել ես հրեական համայնքը Հայաստանում։ Հիմա ասեմ ինչ ա եղել, որ ինչով եմ թիրախավորել, այսպես ասած։ Իմ հետևորդներից մեկը, դե իսկ ես բարբերաբար տարբեր հետևորդներ ինձ ուղարկում են ինչ-որ հետաքրքիր ինֆորմացիաներ, կայքերի հղումներ եւ այլն, որ ուշադրություն գրավեն։ Այդ մեկը հետաքրքրեց ինձ, ուրեմն կայքը հրեական համայնքի, Հայաստանում հրեական համայնքի ռուսերեն էր։ Հələ մի կողմ եմ թողում, որ մեյլերը բոլորը Mail.ru էր, հա, ասենք հասկանալի չէ, Mail.ru-ն դա ով որ Mail.ru է պահում, պետք է իմանա, եթե մի քիչ գրագետ է ինֆորմացիայի հարցում, որ դա FSB-ի վերահսկողության տակ գտնվող mailbox է, Mail.ru, Rambler.ru, հա, BK.ru եւ այլն։ Բայց լավ, հələ դա մի կողմ, որտեղ մեր պետական ինստիտուտների մի զգալի մասում էլ դեռևս կարող ենք հանդիպել Mail.ru ունեցող բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այնպես որ դա ուղղակի անգրագիտությունից կարող է լինել։ Հələ դա մի կողմ։ Բայց Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնության համայնքը, պաշտոնական համայնքը, որը պաշտոնապես ճանաչված է Հայաստանի Հանրապետության կողմից եւ մասնակցում է ազգային փոքրամասնությունների խորհրդի աշխատանքներին, ավելին ստանում է ֆինանսավորում նաեւ պետությունից, կներեք, ես գրել եմ, որ ինչի նաեւ հայերեն եւ հրեերեն չի։ Այսինքն հրեական համայնքի ղեկավարին կոնկրետ իմ կոչ ուղված եղել ղեկավարին, ոչ թե համայնքին ընդհանրապես, համայնքի մասին ընդհանրապես խոսք չկա, համայնքը ինչ գիտի այնտեղ ղեկավարը ինչ կայքում ինչեր է անում, հա։ Իսկ ղեկավարը գիտեք, Ռիմա Վարժապետյանն է։ Անփոփոխ ղեկավար դեռ Սերժ Սարգսյանից, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանից սկսած ինքն է։ Այդ շրջանից։ Եվ ես հարցադրում ընդամենը հարց է տվել։ Հայաստանի հրեական համայնքի կայքը ինչի հրեերեն եւ հայերեն չի, այլ ռուսերեն է։ Հիմա տեսեք, բավականին անշարժ գրառում,
որը հակասեմական հաստատ չես անվանի, որտեղ ես ասում եմ ռուսերենի փոխարեն հրերեն արեք, ռուսերենի փոխարեն հրերեն արեք։ Դա ոնց կարելի է մեղադրել, որ նման բան ասողը հակասեմիտ է։ Բայց շատ հետաքրքիր ձևով ընդամենը նախ ոչ մեկ ինձ ոչ Իսրայելից, ոչ այդտեղ հրեաներից, որը մեկը, որը բացասական բան չի տեսել այդտեղ եւ չի արձագանքել։ Բայց հայտնվեց մի անձնավորություն, Լապշին ազգանունով, որին ես ժամանակին բավականին այսպես լավ էի վերաբերում այն իմաստով, որ ինքը տուժած է եղել եւ այլն, հետապնդվել է Ադրբեջանի կողմից, Լուկաշենկոյի կողմից, Ալիևի կողմից այնտեղի բանտում է եղել եւ այլն, այդ ամեն ինչը որոշակի ինչ որ համակրանք էր առաջացրել այդ մարդու հանդեպ որպես տուժած։ Այն աշճանի, որ ես նույնիսկ իրեն հրավիրեցի առաջին բարձր մակարդակի կազմակերպված Հայաստան-Եվրամիություն ֆորումին Բրյուսելում, որը մենք ենք կազմակերպել Եվրոպայի մեր հայ համայնքի ուրեմն հայկական կազմակերպությունների ֆորում կա այնտեղ, այսպես Հայաստանից հիմնականում գնացած բիզնեսմեն տղաներ են, իրենք ֆինանսավորեցին մեծ մասը ծախսերի, Արտակը հիմա կլսի ինձ եւ ուրեմն ես այլ փորձագետների նաեւ շրջանակներում եւ այդ նաեւ մեր գործընկերների հետ Եվրոպայում բնակվող հայերի հետ համատեղ որ որոշում ենք թե ում հրավիրենք, ես առաջարկեցի նաեւ Լապշինին հրավիրել, մի խոսքով իրեն էլ հրավիրեցինք, նույնիսկ պետք է ելույթ ունենար, չնայած ելույթ ունեցավ, էական չի։ Որ պատկերացնեք իմ վերաբերմունքը նաեւ այդ անձի հանդեպ եւ հանգարց իմ համար բացահայտում էր բավականին հետաքրքիր։ Նու այս վերջի շրջանի պահվածքը արդեն շատ բան խոսում էր, հա, որ այստեղ մի բան այն չի։ Բայց ինքը մի գրառում է անում շատ տարօրինակ, միջև այդ ինձ գրում է, որ հարգելի Հովսեփ, ինչի եք այս թիրախավորում հրեական համայնքը, բան, ես գրում եմ, բայց որտեղ է տեսել այնտեղ թիրախավորում հրեական համայնքի։ Ասենք ինչ ասնակում Ռիմա Վարժապետյանը դա հրեական համայնքն է։ Կամ հրեական համայնքում նորմալ մարդ չկա, էլ եթե այդ մարդը ասում եք, ինքը ասում է դե ինքը տարիքով կին է, այս բաներով էլ չի զբաղվում, չի, այդ տարիքով կին է փոխեք։ Որ դու ասում ես Լապշին 100-120 հոգի հրեա կա Հայաստանում, շատ սխալվում ես, հազարավոր հրեաներ կան այսօր Հայաստանում, մեծ մասը վերջերս ուրեմն տեղափոխված Ռուսաստանից։ Եվ միշտ շատ առաջադեմ մարդիկ կան, որոնք կարող են փոխարինել, որոնք արդեն սկսել են հրեական համայնքի կազմավորման, զարգացման հարցեր լուծել եւ ավելին ասեմ, բավականի հայանպաստ ուրեմն քայլեր են անում, օրինակ եթե մենք միջև հիմա չենք տեսել, որ Հայաստանի հրեական համայնքից որևէ մեկը արձագանքեր Ադրբեջանի հրեական համայնքի ուրեմն քայլերին հակահայկական, հիմա մենք տեսնում ենք, որ նույն Իսրայելից եթե նույնիսկ հակահայկական ինչ-որ բան է լինում, այստեղի հայ համայնքի ներկայացուցիչը հրեական Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչը արձագանքում է։ Օրինակ Տրուպկին է վերջերս Շմուլևիչին լավ տեղը դրել է։ Հիմա ինչ է խանգարում, որ մի հատ նորմալ մարդու գտնեն հրեական համայնքում եւ փոխարինեն, եթե անգործունակ է արդեն այդ տիկինը այնքան տարիքը առել է։ Ինչ է շնակում, հավերժ մինչև ցմահ չեն իրեն ղեկավար նշանակել հրեական համայնքի Հայաստանում։ Բայց այստեղ էականը նույնիսկ դա չի։ Էականը նպատակադրումն է։ Ուրեմն ինքը բավականին ոչ ազնիվ մեթոդներով այդ գրառման մեջ փորձում էր ինձ սադրել արձագանքի, որ այսպես ուռճացնեն, ինչ որ մի բան դարձնեն։ Ես բացարձակ չարձագանքեցի, չնայած կոմենտներում ավել պակաս իմ հասցեին բաներ էր գրվում, եւ այլ այդ ամեն ինչը ինձ առանձնապես քիչ հետաքրքրող բաներ է, ոչ էլ արձագանքեցի, բայց տեսա, որ չարձագանքեցի, մեկը ինքը շարունակեց ու այդտեղ բացահայտվեց պատվերը, ու ես հասկացա, որ այդտեղ պատվեր կա, որ դա նա ինքնուրույն չի գործում։ Ու դա է իմ համար մի քիչ մտահոգիչ, որովհետև թիրախը Երուսաղեմի հայ համայնքն է։ Ուրեմն տեսեք, ինչ է ասում Լապշինը։ Ու ինչ էր նաև ինձ գրել մեծ բանում, չաթում, WhatsApp-ով որ գրել էր ինձ առանձին։ Ասում է, գիտես, որ դու տենց բաներ ես ասում, ստեղ էլ կարող է Երուսաղեմի հայ համայնքին թիրախավորեն, որտեղ օրինակ Պատրիարք Քարանի կայքն էլ հրեերեն չի։ Ասում եմ Լապշին, մի րոպե։ Նախ սկսենք նրանից, որ Երուսաղեմը, ուրեմն Իսրայելի, արևելյան եւ Երուսաղեմի մասն է խոսքը, Իսրայելի մաս ճանաչել է միայն Միացյալ Նահանգները։ Ուրիշ ոչ մի երկիր չի ճանաչել, որ դա Իսրայելի մաս է։ Եվ հայոց Պատրիարք Քարանը այնտեղի պարտավոր չի հրեերեն կայք ունենալ։ Կամ եթե նույնիսկ ունենա, որին ես դեմ չեմ, պետք է ունենա նաեւ արաբերեն։ Հիմա ասում եմ Լապշին, հրեաների, բան հայերի մեծ մասը Իսրայելի ապրում է Երուսաղեմից դուրս։ Թել Ավիվում, Հայֆայում, այլ քաղաքներում։ Ինչի՞ ես անընդհատ շեշտում Երուսաղեմի հայ համայնքը։ Իսկ
Թել Ավիվի հայ համայնքի կայքը դու ուսումնասիրել ես, կարող է հրիերենել է։ Չի պատասխանում ինձ։ Էլի տանում է քննարկումը դեպի Երուսաղեմի հայ համայնք։ Հետո նույնը այս ամեն ինչից հետո տեսնում է, որ չեմ արձագանքում, հատուկ հիմա էլ հաղորդում է ուրեմն պատրաստում, տեսանյութ է պատրաստում, ու էլի հրապարակում է տեսանյութով, ու որ ասում էի այդ գրառումը ուզում էին սադրել, ինչ էր անում, օրինակ այնտեղ մանր-մունր կեղտոտություններ անում, օրինակ գրում է, որ Հովսեփ Խուշուջյանը բռնեց, ինձ բլոկ արեց եւ այլն, ինձ հանեց ընկերների շարքից։ Ընդհանրապես ոչ ընկերների շարքից եմ ես իրեն հանել, ոչ բլոկ եմ արել, բայց տեսնում եմ, որ ինքը ինձ հանել է ընկերների շարքից։ Որտեղ ընկերներ են եղել միջև այդ Facebook-ում, նայում եմ ընկերներ չենք, մենակ ինքը պետք է հաներ, որտեղ ես չեմ հանել։ Տեսեք, անազնիվ այդ քայլը անում է, որ ես վրթովեմ, գրեմ, այ լապշին, ես ինչ անպետքի մեկն ես դու տես, ինքդ ինձ հանում ես, բայց շարժվում ես իմ վրա։ Որ ինչ որ ձևով սադրի, որ ես արձագանքեմ, որ ինչ որ պերեպալկա սկսվի, հասկանում եք։ Մեկ է դրան էլ չեմ արձագանքում։ Տեսնում եմ, որ ձեն չեմ անում, 2-3 օր անցել, հիմա արդեն որոշում է հաղորդում անել, ուստեղ կարմիր թելի պես պատվերը ավելի հստակ է գնում։ Էլի գնում է դեպի Երուսաղեմի հայ համայնք, էլի որ կթիրախավորվի Երուսաղեմի հայ համայնքը, ու որպիսի չերևա, որ ինքը լույս փիղ է ուզում սարքի, իսկ իմ գրառումը ես ոչ պետական պաշտոնյա եմ, ոչ ինչ-որ լայն շրջանակներ եմ ներկայացնում, ինքս անհատ եմ, մի բան է գրել եմ Facebook-ում, այնց էլ չի, որ հազարավոր լայքեր է հավաքել։ Հիմա տեսեք ինչ է անում նա, ասում է մի շարք լրագրողներ եւ վերլուծաբաններ Հայաստանում թիրախավորել են հրեական համայնքը եւ սկսել են գրել, թե օրինակ ինչի հրեական համայնքի կայքը ռուսերեն է, այլ հայերեն չի։ Նախ չի ասում, որ նաեւ հրեաերենի մասն էր խոսքը, ինչի հրեերեն չի նաեւ։ Հա, որտեղ եթե ասի ինչի հրեերեն չի, այդ հակասեմականության ալիքի իր հիմնավորումը փուչիկի պես պայթում է։ Բայց դեռ դա էլ լի կողմ, որտեղից գտավ լրագրողներ, վերլուծաբաններ, որոնք sense ընդ որում ասма կառավարամետ, վերլուծաբաններ եւ լրագրողներ սկսել են միաբերան թիրախավորել հրեական համայնքը։ Նայում եմ մեդիա տիրույթում ինձանից բացի ոչ մեկ այդ թեմայով որևէ գրառում չի արել։ Ու ինքը ասում է օրինակ, այսինքն այդ ինքը լիքը գտել է այդպես մարդիկ, ինքը օրինակ վերցնում է Հովսեփ Խուշուջյանի գրառում։ Ու ասենք ակնհայտ է, էլի ինչ որ միտում կա, պատվեր կա։ Ու ուզում եմ հասկանամ, լավ, ուրա ուզում տանիս է։ Ու տանում է, բերում է, հասցնում է էլի այդ Երուսաղեմի հայ համայնքին։ Ոչ Թել Ավիվի, ոչ Հայֆայ, այլ Երուսաղեմի։ Հեսա կգամ դրան, թե ինչի է այդտեղ բերում, բայց մի հատ մանրամասն վերլուծենք նաև, էլի։ Ինչ է ասում։ Ասում է, դեռ ինքը իր գրառման մեջ ի դեպ, ասում է Հովսեփ Խուշուջյանը, որ sense բաներ է գրում, չի մտածում, որ դրանով թիրախավորում է, հիմք է ստեղծում թիրախավորման Երուսաղեմի հայ համայնքին։ Որ ընդեղի հրեաներն էլ կան ռադիկալ շրջանակներ Իսրայելում, ինքն էլ է դեմ այդ ռադիկալ շրջանակներին իհարկե, բայց այդ ռադիկալ շրջանակները այ կիմանան, որ Հովսեփ Խուշուջյանը sense բան է գրել, ու իրանք էլ կսկսեն թիրախավորել Երուսաղեմի հայ համայնքին։ Բայց համենայն դեպս ասում է, որ այ այս Հովսեփ Խուշուջյանի գրառումը հեսա տարբեր լրատվականներ հեսա կիմանան կսկսեն տարածել։ Ինքը հատուկ անդրադառնում է դրան, վստահ եմ նաև ում որ պետքա ուղարկում այդ շրջանակներին, որ տարածեն, ու արդեն այսօրվա իր վիդեոյում ասում է այ տեսակ տարբեր լրատվամիջոցներ իսրայելական անդրադառնում են, որ Հայաստանում հակասեմականության ալիք է բարձրանում։ Այսինքն ինքը լրիվ իր էփած ապուրն է, էլի, բայց իրականում այդ ապուրը ինքը չի սկսել էփել, ավելի շուտ սկսել է Շմուլևիչը էփել։ Այդ Շմուլևիչի հրապարակում պատահական չէր։ Սա ասենց զորով ուզում էին ինչ-որ մի հատ ասենց ալիք բարձրացնեին հայ հրեական ինչ-որ հակասությունների, իբր հակասեմականության աճ Հայաստանում, նաև իրենք սադրեին դա, ու դրա հիման վրա ինչ-որ բան անեին Երուսաղեմի հայ համայնքի դեմ։ Ու իմ համար ամենավտանգավորը իրականում դա է։ Ու տեսեք ինչ մանիպուլատիվ ստեր է տարածումն է։ Ասում է հələ այդ Հովսեփ Խուշուջյանի գրածը հեչ է, բատենակ տակը ինչ կոմենտներ են գրել։ Գրել են, որ բոլոր հրեաները KGB-ի գործակալ են, FSB-ի գործակալ են, գրել են, որ հրեաները խաչել են Քրիստոսին եւ այլն։ Բացում եմ կոմենտները իմ գրառման տակ, որևէ այդպիսի բան չկա։ Նույնիսկ չի եղել, որ ջնջեմ, որ ասենք եղել է ջնջել եմ, չի եղել։
Այնտեղ եղել է ընդհանրապես կոնկրետ Ռիմա Վարժապետյանի մասով, որ ինքը դեռ այն ժամանակվանից է եւ գուցե KGB-ի դրածն է, եւ մի գրառում էլ, որ գուցե այդ կառույցը հրեական համայնքի այն ժամանակվա որ ստեղծվել է, KGB-ի կողմից է ստեղծվել։ Երկու այդպիսի կարծիք, որ նույնիսկ լայքերը չեն հավաքել այդ կարծիքները։ Այսինքն տասնյակ այլ կարծիքների մեջ երկու այդպիսի կարծիք, բայց ոչ մեկ չի գրել, որ բոլոր հրեաները KGB-ի գործակալ են, եւ հաստատ նաեւ չեն գրել ինչ որ Քրիստոսի խաչելության հիշատակում էցի բան չկա։ Ինչ է արվում դա։ Ակնհայտ է, չէ, որ եթե նպատակ չլներ, պատվեր չլներ, այդպիսի ստեր չէին տարածի, որ բորբոքեին հակահայկական ինչ որ բաներ Իսրայելում, որ բարձր իր կարդացողների միահագին մասը հրեաներ են։ Եվ այստեղ ես հասկանում եմ մի բան, որ այս խառը աղմուկի ներքո, որ հիմա մերձավոր արևելքում տեղի ունենում, Իսրայելը իր պաշտոնական շրջանակները, իսկ առաջ որ ասում էին, որ այս Լապշինը սերտ կապեր կարա ունենա Իսրայելի հատուկ ծառայությունների հետ, դե ասում էին դե հիմնավորում պետք է լինի տես մեղադրանք ներկայացնելուց, հիմա արդեն այդ թելը զգում եմ, այդ պատվերը զգում եմ որտեղից կարա գա, Իսրայելի իշխանություններից նաեւ Երուսաղեմի հայ համայնքին, իսկ այդ հայ համայնքը իրենց կոկորտում միշտ ոսկորի պես են իրանք զգացել, պատահական չի որ նաեւ ամեն ինչ փորձել են անել, որ հողերը նաեւ հայ համայնքին պակասեցնել, բարձր վերցնեն, գնեն եւ այլն։ Մենք գիտենք, դա միայն Երուսաղեմի հայ համայնքին չի վերաբերում, դարպես Իսրայելով մեկ հայապատկան հողերը, հայերին պատկանող հողերը իրենք կամած գնել են։ Այդ թվում Երուսաղեմի պատի այն կողմ գտնվող բավականին մեծ հողատարածքներ, որ ժամանակին մի բարձրաստիճան հոգևորական հայ հոգևորական վաճառեց եւ փախավ այնտեղից, հա, որ շատ տխուր տես դրվագներ են եղել։ Մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ, որ ես հիմա վտանգ եմ տեսնում, որ ինչ որ մի պլան կա Իսրայելում Երուսաղեմի հայ համայնքի գլխին ինչ որ մի վատ բան քալակ խաղալու, հա, չգիտեմ ինչ են իրենք պատրաստում կազմակերպել, բայց որ այս ալիքը զորով sense արհեստական փորձում են բարձրացնել, ընդ որում այդպիսի սադրիչ գրառումներ անելով նախ Շմուլեևիչի կողմից, հիմա էլ Լապշինի կողմից իմ գրառումը, որը հակառակը պրո-հրեական էր, որտեղ ասում են ռուսերեն լեզուն փոխեք հրեերեն լեզվով, շուռ տվեցին, sense ինչ որ բաներ սարքեցին, տակի կոմենտների մեջ ինչ որ մի բան գտնելով ասեցին, օ, այս հակահրեական ալիք, հա, ու sense ակնհայտ երևում է պատվերը եւ դրա դեմ ինչ որ մի բան պետք է անել։ Իսկ Հայաստանում բավականին, ես ասում եմ, կան առաջադեմ մարդիկ, հրեական համայնքի ներկայացուցիչներ, որոնք վաղուց պետքա փոխարինեն այդ հնադարյա այդ կառույցի ղեկավարին, ընդ որում որի հանդեպ բավականին վիրավորական նույն Լապշինն արտահայտվում, ասում 1.5 հրեա է մնացել այնտեղ, 1.5 հրեան ո՞րն է։ Հիմա կարող է ես մեղադրեմ Լապշինին հակասեմական լինելու մեջ։ Կամ 1.5 տատիկ ասում, չգիտեմ, ինչ որ sense բան ասում, էլի։ Մի խոսքով, այդ ամեն ինչը, որը որ պետք է իմանալ այս հատուկ օպերացիայի մասին, որը կազմակերպել է ցավոք սրտի իմ արդեն վստահաբար կարող եմ ասել, որտեղ այսպեսի կեղծ սուտ բաներ sense իրար վրա հորինած sense շարքով հերթականությամբ, որում իմ չարձագանքելուց հետո էլի շարունակելու միտումով չէր լինի, եթե հստակ պատվեր չլիներ սրա հետևում կանգնած։ Սա պետքա զգուշ լինել եւ ինչ որ բան անել։ Ընկերներ, զրուցակիցս Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուդյանն էր, բաժանորդագրվեք նաեւ համանուն կազմակերպության YouTube-յան ալիքին, այս ալիքին եւս օրվա զարգացումներին էլ հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։